Բարեձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում համայնքապատկերն է։ Գեղարքունիքի մարզային զարգացման հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Սևանի տարածաշրջանի 12 համայնքներում հունիս ամսից իրականացնում է կյանքի իրավունք ծրագիրը, որը Պտղի Սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրի գործողությունների մի բաղադրիչն է կազմում։ Կյանքի իրավունք ծրագրի նպատակային արդյունքների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքի փոփոխությունների մասին այսօր կխոսենք Պտղի Սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրի Save the Children կազմակերպության մասնագետ Սուսաննա Մկրտչյանի, Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, նաեւ կյանքի իրավունք ծրագրի ղեկավար Արմինե Ղուկասյանի եւ կյանքի իրավունք ծրագրի համակարգող Արփինե Մանուկյանի հետ։ Եվ այսպես Պտղի Սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրի մասին խնդրեի, որ Սուսաննան մի որոշակի ինֆորմացիա դարձյալ ներկայացներ, որովհետեւ մեր հեռուստադիտողները ճիշտ է արել ենք հաղորդումներ, բայց որոշակի չափով դարձյալ վերհիշենք եւ նաեւ նշենք, թե ինչ փուլում է գտնվում այսօր ծրագիրը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն Պտղի Սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է 4 կազմակերպությունների՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Save the Children-ի, Արմավիրի զարգացման կենտրոնի եւ Մարդուն ու կանանց համայնքային խորհրդի կողմից։ Ծրագիրը երկամյա ծրագիր է եւ մենք արդեն անցել ենք ավելի քան կես ճանապարհը, հա։ Ծրագիրը ավարտվելու է մյուս տարվա ապրիլ ամսին։ Ընդհանուր առմամբ ծրագիրը ուներ 3 հիմնական ուղղություններ, որով որ գործում էր։ Նախ կներեք, ասեմ նպատակը ծրագրի, ուրեմն 2011 եւ 13 թվականներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից արված հետազոտություններից հետո ակնհայտ պարզ դարձավ, որ Հայաստանում կա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ ընտանիքները որոշում են դիմել հղիության արհեստական ընդհատման միայն այն պատճառով, որ ապագա բալիկը լինելու է աղջիկ, այսինքն գործ ունենք սեռի խտրական ընտրության հետ։ Եվ երբ կատարվեցին այդ հետազոտությունները, պարզ դարձավ, որ խնդիրը ուղղակի խնդիր չէ, այլ լրջագույն խնդիր է։ Վիճակագրությունը ցույց տվեց, որ միջինացված թվերով մենք աշխարհում երրորդն ենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթով Չինաստանից եւ Ադրբեջանից հետո։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ բնականոն համամասնությունը նորածինների 100 աղջկա դիմաց 102-ից 106 տղա երեխայի ծնունդն է։ Բայց արհեստացին գործոն ներազդեցության տակ, այսինքն մեր ներգործության, հա, մարդկանց ներգործության տակ այսօր մենք ունենք հետեւյալ թիվը 100 աղջկա դիմաց միջին թիվը 114 տղայի ծնունդ, հա։ Սա տեսնում եք բավականին շեղված է բնականոն ոնց որ համամասնությունից։ Ընդ որում թվերը տարբերվում են նաև ըստ մարզերի, հա։ Այո, օրինակ Սյունիքի մարզում որոշակիորեն այդքան էլ բարձր չի, հա, 100 աղջկա դիմաց 111 տղա։ Ցավոք սրտի Գեղարքունիքի եւ Հարագածոտնի մարզում գրանցված են ամենաբարձր թվերը 100 աղջկա դիմաց 124 տղայի ծնունդ։ Լավ, եւ սրանք իսկապես մտահոգիչ են այս թվերը, քանի որ սա հետագայում կարող է բերել շատ լուրջ օրթագրական խնդիրների, ինչպես նաեւ ագրեսիայի թվի ավելացման, թրաֆիկինգի ավելացման, հանցագործությունների թվի ավելացման եւ ընդհանուր առմամբ ընտանիքների ստեղծման եւ շարունակականության խնդրի, հա, օրինակ եթե այսպես շարունակվի, չնայած շատ մեծ հույսով եմ, որ մեր ծրագրի շրջանակներում եղած հաջողությունները կշարունակվեն եւ մենք իսկապես կնվազեցնենք այս թվերը, բայց այս պահին կանխատեսումները ասում են, որ եթե այս տեմպով շարունակվի այդ երևույթը մինչեւ 2060 թվականը մենք կարող ենք կորցնել մոտավորապես 93000 կին կամ ապագա մայր։ Տեսեք, սա լուրջ շեղում է, հա, դեմոգրաֆիկ ցուցանիշների։ Դրա հետևանքով, քանի որ չենք ունենա այդքան աղջկա կնոջ եւ ապագա մոր ծնունդ, մենք կարող ենք կորցնել 80000 ծնունդ ընդհանուր առմամբ, հա, եւ որպես հետևանք մեր բնակչությունը կարող է լրացուցիչ նվազել 80000
քաղաքացիով։ Այսինքն այս ամենը կանխարգելելու համար, հա, հենց ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի, ընդ որում զուգահեռ գնում է նաև պետական ծրագիրը, այսինքն այս երկու ծրագրերը իրար աջակցում են եւ համագործակցում են, եւ ծրագիրը նպատակ ունի փոխել մարդկանց շրջանում, հասարակության շրջանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ գիտելիքը եւ վերաբերմունքը եւ որպես հետևանք վարքագիծը, ինչի արդյունքում մենք նպատակ ենք դրել առնվազն 10%-ով նվազեցնել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը։ Արդյոք մենք կհասնենք մեր արդյունքներին, թե ոչ, պարզ կդառնա, երբ մյուս տարի կկրկնվի այն նույն հետազոտությունը, որը արվել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից, դա մեզ թույլ կտա համեմատություն անել, այո, եւ տեսնել, եթե 2013 թվականին այսպիսի ցուցանիշներ են եղել, ապա մի քանի տարի անց միջոցառումներ իրականացնելուց հետո արդյոք փոփոխություն կա թե ոչ, այսինքն մենք կխոսենք արդեն վիճակագրության լեզվով։ Գործողությունների բաղադրիչները։ Գործողությունները, որոնք որ ուղղված էին այս նպատակներին հասնելու համար։ Հիմնականում 3 ուղղությամբ են իրականացվել գործողությունները։ Առաջինը դա կարողությունների եւ հմտությունների զարգացումն է, այսինքն ամբողջ նախ ծրագիրը գործում է ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում եւ տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր թիրախմբերի, տարբեր շահագրգիռ կողմերի, որոնք որ ներգրաված են այս հարցում, այդ խմբերի եւ գազམ་ակերպությունների եւ մարմինների, ինչպես ասացի, հմտությունների եւ գիտելիքի զորացում մի շարք միջոցառումներ այդ ուղղությամբ իրականացվել է։ Երկրորդ խոշոր բաղադրիչը դա համայնքային մոբիլիզացիան է եւ հանրային իրազեկումը, որը հիմնական նպատակն էր այս խնդիրը վերհանել հասարակության շրջանում եւ ինչպես ասացի, առաջին խոշոր մեր նպատակն էր փոխել գիտելիքը եւ վերաբերմունքը այս հարցի շուրջ, որի հետևանքով եւ մենք հուսով եմ ունենալու ենք վարքագծի փոփոխություն։ Այս բաղադրիչի շրջանակներում մենք աշխատել ենք 23 մարզային քաղաքներում եւ 3 վարչական շրջանում Երևանում, հա, խոշոր քաղաքներն են Հայաստանի ընդգրկված, շատ կարճ ասեմ, կարող եմ բաց թողնեմ որոշները, Գորիս, Ղափան, Սիսիան, Մարտունի, Գավառ, Սևան, Իջևան, Դիլիջան, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին, մի խոսքով Վանաձոր, Ստեփանավան, այո, 23 քաղաք, ամեն մարզից մենք ունենք 2-3 խոշոր քաղաքներ մարզում։ Ձեր մարզում այո 3-ն են՝ Գավառը, Մարտունին եւ Սևանը։ Այդ համայնքներում ստեղծվել են քաղաքացիական ակտիվ խմբեր, որոնք կամավոր սկզբունքով աշխատող խմբեր են, հա, ինչ է նշանակում մարդկանց ուղակի սկզբանե հավաքել ենք, ներկայացրել ենք խնդիրը, տարբեր կազմակերպություններից՝ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի տուն, առողջապահության բաժին, խնամակալության հանձնաժողով, քաղաքապետարաններից, թիմերից, այո, եւ ներկայացրել ենք խնդիրը եւ ասել, որ ստեղծվում է այսպիսի խումբ, որը ամիսը մեկ անգամ հանդիպելու է եւ այս ուղղությամբ աշխատանքներ է վարելու, հետագայում նաեւ իր կազմակերպության շրջանակներում եւ ով որ ցանկացել է քաղաքացիական ակտիվությունից դրթված, ինչպես նաեւ իր համայնքում պատասխանատվությունը իր վրա վերցնելով, հա, մասնակցել է դառել այս խմբի անդամ եւ այս 1.5 տարվա ընթացքում մասնակցել է մեր հանդիպումներին, ընդ որում ասեմ շատ ուրախ եմ, որ մարդիկ իսկապես ցուցաբերել են բարձր քաղաքացիական ակտիվություն եւ դիրքորոշում եւ համաձայնվել են իրենց ժամանակը եւ եռանդը տրամադրել այս խնդրին եւ ամեն մեկը հետագայում մեր հանդիպումներից հետո իր կառույցի շրջանակներում անցկացրել է հանդիպումներ, ժողովներ, կինոդիտումներ, քննարկումներ արվել։ Ամեն քաղաքում դա կարգավորել են մեր կազմակերպության ֆասիլիտատորները մեր կողմից ընտրված, այսինքն շատ համակարգված են եղել աշխատանքները, ինչը եւ բերել է բարձր արդյունավետության։ Բացի դրանից հանրային իրազեկումը, այսինքն սա ինչ համայնքի մակարդակում են կարել։ Հանրային իրազեկումը ապահովվել է նաեւ հանրային հեռուստաընկերություններով, հա, եւ տեղական հեռուստաընկերություններով տարբեր հաղորդումներ կազմակերպելու միջոցով, այո, որպեսզի ամեն դեպքում ավելի լայն զանգվածների հասնենք, ինչքան էլ մենք ակտիվ աշխատում ենք համայնքների
տեղանքներում, բայց միևնույն է չեն կարող բոլորին հասնել, հա։ Իսկ սա արվել է հենց հատուկ այդ ուղղությամբ, որպեսզի ավելի լայն զանգվածներ տեղեկանան խնդրի մասին։ Պատրաստվել են նաև սոցիալական գովազդներ, որոնք հեռարձակվել են եւ հանրային եւ տեղական հեռուստաընկերություններով, հանրային ռադիոյով է շատ հետաքրքիր հաղորդումների շարք արվել խնդրի վերաբերյալ, ընդ որում հրավիրվել են տարբեր ոլորտի մասնագետներ, որոնք այս մեկնաբանել են այս խնդիրը, հա, ծրագրի մասնագետները, տնտեսագետը, մշակույթի ներկայացուցիչները, մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ մենք ունենք, միջազգային կազմակերպություններից, այսինքն ամեն մեկը յուրովի իր տեսանկյունից, իր ոլորտից խոսել է այս խնդրի մասին եւ խոսել է թե ինչ հետևանքների կարող է բերել սա, եթե չլուծվի, հա, լուծում չտրվի։ Շուտ նաև գրանտային ծրագիր։ Այո, եւ հաջորդ բաղադրիչը, շնորհակալություն, հաջորդ բաղադրիչը ավելի լայնածավալելի դարձնելու համար աշխատանքները եւ հաշվի առնել տեղական առանձնահատկությունները, ծրագրի շրջանակներում տրվել են 20 դրամաշնորհներ տեղական մարզային հասարակական կազմակերպություններին։ Ընդ որում ուզում եմ ասեմ, որ շատ կրեատիվ են եղել մեր ամբողջ Հայաստանում բոլոր հասարակական կազմակերպությունները, որ մասնակցել են, շատ հետաքրքիր մտքեր, իրագործումներ, ֆլեշմոբերից, ինտերակտիվ թատրոններից, համայնքային հանդիպումներից, մինչև հեռուստահաղորդումներ եւ կոմիքսներ, օրինակ հրապարակվել է կոմիքսներ, հա, այս խնդրի վերաբերյալ շատ պարզ մատչելի նկարներով խնդիրը ներկայացված է, բաժանվելու է, ճիշտ ասած Երևան քաղաքում է միայն բաժանվելու, եթե մնան օրինակներ նաև մարզերին կփորձենք բաժանել, բայց դա Երևան քաղաքում գրանցված հասարակական կազմակերպության միտքն էր, բայց շատ նոր մոտեցում էր հետաքրքիր, հա, նկարների միջոցով բարձրաձայնել խնդրի մասին։ Եվ ընդ որում այդ գրանտային ծրագրերից մեկը, ասեմ, որ Գեղարքունիքի մարզը շատ ակտիվ է մասնակցել գրանտային ծրագրին եւ մենք ունենք կարծեմ 4 կազմակերպություն, որոնք որ շահել են Գեղարքունիքի մարզում եւ Գեղարքունիքի մարզը այն մարզերից մեկն է, որը շատ մեծ ծածկությամբ ծածկել է այս խնդիրը։ Ուրիշ մարզերում ավելի քիչ համայնքներ են ընդգրկված։ Մենք այն օրը այտենց խոսում էինք մեր ծրագրի մասնագետների հետ եւ հաշվեցինք, որ գրեթե բոլոր համայնքները Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքները, բացի քաղաքներից, նաեւ գյուղական համայնքները այդ գրանտային ծրագրերի շնորհիվ ընդգրկվել են։ Եվ դա շատ լավ ցուցանիշ է եւ շատ հուսադրում է, որ խնդիրը իսկապես լուծման ճանապարհին է։ Շնորհակալություն, բավականին ընդլայնված ներկայացրեցիք։ Այժմ խոսենք հենց այդ ծրագրի գրանտային ծրագրերից մեր Սևանի տարածաշրջանում իրականացվող 12 համայնքներում իրականացվող ծրագրի մասին, կոչվում է կյանքի իրավունք ծրագիրը, որ սա այդ հաղորդման շրջանում մեր հաղորդումներ պատրաստվում է հենց այդ ծրագրի շրջանակներում։ Կյանքի իրավունք ծրագիրը այսօր ինչ փուլում է գտնվում, Արմինե, ինչ միջոցառումներ է կազմակերպել, դեռ սկսած հունիս ամսից գործում է ծրագիրը, խնդրեմ։ Ուրեմն մի փոքր նախապատվություն, որպեսզի ավելի լավ պատկերացնենք կյանքի իրավունք ծրագիրը ինչից սկսեցինք եւ ինչ էինք ցանկանում մենք։ Ես եւ Արփինեն ընդգրկված ենք նաեւ Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրում որպես ֆասիլիտատորներ եւ ի սկզբանե արդեն մեզ համար պարզ էր թե ինչ իրավիճակ է Սևան համայնքում, Սևան քաղաքը նկատի ունենք եւ երկու թաղամասերը Գոմաձորը եւ Ցամաքաբերդը։ Բավականին հետաքրքիր էր մեր Քախի հանդիպումները, քաղաքացիական ակտիվ խմբի եւ յուրաքանչյուր ամիս հանդիպումները եւ կազմակերպություններում հանդիպումները բերեցին այն համոզման, որ իսկապես շատ դեպքերում մարդիկ խնդիրը առաջին հայացքից չէին ընկալում որպես խնդիր, դե հա ասում է ամեն ընտանիքի գործն է եւ ամեն ընտանիք ինքն է որոշում կայացնողը։ Սակայն հետո իրազեկման հանդիպումների միջոցով, որին օգնեցին նաեւ իհարկե սոցիալական գովազդները եւ բավականին հետաքրքիր պատմությունները, կանայք եկան այն համոզման, որ իսկապես խնդիրը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքում կա, այլ խնդիրը ընտանիքի սահմաններից վաղուց դուրս է եկել եւ դարձել է ազգային խնդիր։ Այս ազգային խնդիրը դնելով առանցքում Երբ հայտարարվեց դրամաշնորհային մրցույթներ, մտածեցինք, որ եթե քաղաքում այս խնդիրը կա, բնական է, որ Սևանի տարածաշրջանի գյուղական համայնքներում այս խնդիրը ել ավելի ակնառու է, սակայն հաճախ սա այս մասին կամ չի բարձրաձայնվում, կամ էլ համարում են, որ սա պետք չէ բարձրաձայնել, որովհետև յուրաքանչյուր ընտանիք իր ձևով մի կերպ լուծում է գտնում։ Գեղարքունիքի մարզային զարգացման կազմակերպությունը ներկայացրեց դրամաշնորհային ծրագիրը, կյանքի իրավունք, ինչու կյանքի իրավունք, ուզում եմ հատկապես անդրադառնալ սրան, մենք մտածում ենք, որ յուրաքանչյուր երեխա Աստծո պարգևն է եւ իրավունք ունի կյանքի։
եւ յուրաքանչյուր երեխա պիտի գոյության սահմանը անպայման անցնի։ Այս գոյության սահմանը հատելու համար մենք մեծերս, տվյալ դեպքում ես ասում եմ ընտանիքի բոլոր անդամները եւ հասարակության բոլոր անդամները, մեծահասակները ունեն իրենց դերակատարումը։ Հունիս ամսից ծրագիրը մեկնարկել է։ Ի սկզբանե ծրագիրը ուներ երկու գերնպատակ, առաջինը իրազեկում եւ իրազեկման միջոցով վերաբերմունքի փոփոխություն։ Ես կարծում եմ, որ իրազեկված մարդը ուժեղ է, իրազեկված մարդը կարող է լուծել խնդիրներ եւ իրազեկված մարդը կարող է կայացնել ինքնուրույն որոշումներ։ Հենց սա դնելով մեր ծրագրի առանցքում մենք մտածեցինք, որ պետք է սկսենք իրազեկման հանդիպումներից, իհարկե իրազեկման հանդիպումներին նախորդեցին վերապատրաստման դասընթացներ, ընտրել էինք 12 համայնքներ, հրավիրել էինք կանանց, ամեն համայնքից ներկայացան 3-4 կին եւ հետաքրքիրն ինչ է, որ առողջապահություն ներկայացնող, կրթական համակարգի ներկայացնող, թիմերի կանայք եւ պարզապես կանայք, որոնք ունեն 2-3 երեխա, չեն աշխատում, տնային տնտեսուհիներ են։ Հետաքրքիր է մեր նախնական հանդիպումները եւ կանանցից շատերը գտնում էին, որ հա ինչ է եղել, հա կատարվել են այսպիսի բաներ, պտղի սերով պայմանավորված հղիության ընդհատումներ, բա ինչ անեինք, հո 3-րդ, 4-րդ, 5-րդ աղջիկ չէինք ունենա։ Այսինքն առաջին հայացքից թվում է, որ այդ մարդիկ իրենց արդարացնելու եղանակներ, միջոցներ գիտեն։ Բայց վերապատրաստման երկօրյա դասընթացների ընթացքում, երբ մենք վերջում գնահատման թերթիկները այսպես հավաքում էինք եւ ծանոթանում էինք, հետաքրքիր մի բան նկատեցինք, որ շատ կանայք, մանավանդ այն կանայք, որոնք արդեն երիտասարդ չեն, ցավով եւ ափսոսանքով նշում էին, որ եթե մեր ժամանակ նմանատիպ մի ծրագիր լիներ, եթե մեր ժամանակ մեզ իրազեկեին, հավատացեք, որ մենք այդ պտղի սեռի խտրական ընտրությամբ այդ ընդհատումները հաստատ չէր լինի։ Այսինքն սա նաև երկխոսություններ սերունդների միջև։ Մեծերը կատարել են սխալներ, այսպես ասենք, երիտասարդները կամ կատարել են կամ այդ ճանապարհին են, եւ երկու սերունդները հանդիպում են իրար եւ գալիս են ընդհանուր հայտարարի, ստացվում է մի հետաքրքիր բան, որ մարդիկ իրազեկման շատ խիստ պակաս են ունեցել։ Հենց ծրագրի կարեւորությունը այն է, որ իրազեկման միջոցով մենք գնում ենք խնդիրների լուծմանը։ Եվ հետաքրքիր էր հանդիպումները հենց համայնքներում, ճիշտ է ամռան ամիսներով պայմանավորված, դե հիմնականում դուք գիտեք գյուղական համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ եւ այլն մի փոքր այդ մարտարավերները կային, բայց այնուամենայնիվ կայացան հանդիպումները, բավականին հետաքրքիր էր, կային նաեւ ընդդիմադիր կանայք, պիտի ասեմ, որոնք մինչեւ վերջ պայքարում էին, որ հա ինչ է եղել, դա իմ ընտանիքի խնդիրն է, իմ ամուսնու, իմ սկեսրոջ, մենք լուծել ենք այդ խնդիրը այս ձևով։ Բայց հետաքրքիր է, որ հետո իրենք էլ գալիս էին այն համոզման, թեկուզ այն ոչ ափսոսանքի խոսքերով, որ ճիշտ է։ Եթե իրազեկումը ժամանակին լիներ, եթե մենք հասկանայինք սրա բոլոր հետևանքները, սկսած հոգեբանականից մինչև առողջապահական եւ ազգային խնդիր որպես, հաստատ այս քայլին չէին գնա, որովհետեւ յուրաքանչյուր երեխա Աստծո պարգև է։ Եվ հետագայում մենք իհարկե ունեցանք ֆոկուս խմբային աշխատանքներ, բավականին հետաքրքիր հետազոտություն ծնվեց այդ ֆոկուս խմբային հանդիպումներից, որը կներկայացնի եւ կմանրամասնի Արփինեն։ Ես ուզում եմ անդրադառնալ հատկապես երկու կարևոր բաղադրիչի մեր ծրագրում։ Առաջինը ֆլեշմոբին, որը գիտեք ինչ, սկզբից նախատեսված էր մի փոքր այլ ձևաչափի մեջ, բայց երբ մենք խոսեցինք մեր մշակութային կենտրոնի տնօրենի հետ եւ եկանք այն համոզման, որ ինքը պարուսույց է, մասնագիտությամբ այդ մասնագետն է եւ ինքը ասեց, գիտեք ինչ, պիտի ստեղ ծնվի պարային կոմպոզիցիա եւ պարային կոմպոզիցիայի վերնագիրն էլ ծնվեց միանգամից աղոթք առաստված։ Որովհետև յուրաքանչյուր մարդ, որը գնում է այդ քայլին, որը պատրաստվում է այդ քայլին, որը մտածում է գնալ թե չգնալ այդ քայլին, ինձ թվում է մի պա ինքը մնում է ինքը իր զգացողությունների, զգացմունքների հետ եւ Աստծո հետ է հաղորդակցվում այդ ժամանակ։ Այսինքն մենք յուրաքանչյուր մարդ բնության մի մասնիկն է եւ պետք չէ դեմ գնալ բնության, այսինքն խաթարել բնության ներդաշնակությանը։ Ինձ թվում է բավականին հետաքրքիր աղոթք դարձավ դա եւ շատ լավ է, որ դա ներկայացրին տարբեր տարիքային խմբերի աղջիկները, հենց իրենք այդ մարտարավերը նետեցին ամբողջ հասարակությանը, որ մենք այսպիսին ենք, մենք կանք, մենք հասարակության այս գեղեցիկ մասն ենք եւ եկեք իսկապես հաշվի նստենք բնության հետ եւ մեր աղոթները առատված որ յուրաքանչյուրը ունի կյանքի իրավունք։ Սեպտեմբեր ամսին կայացավ համաժողովը բավականին, այո։ Եկեք այստեղ մի փոքր դադար առնենք, դիտենք ֆլեշմոբը, անհետև կշարունակենք անդրադառնանք համաժողովին։ Սևանի մշակույթի պալատի բակում հավաքվածներին սպասում էր հաճելի եւ մի փոքր էլ անսովոր անակնկալ։ Պարայրապարակում կրկին Սևան պարային համույթի սաներն էին, սակայն ոչ ժողովրդական պարերի կատարմամբ ու միայն աղջիկների մասնակցությամբ։
Աստծո գործերը անքննելի են, եւ եթե Աստված կյանքի է կոչու որևէ մանկան, ուրեմն նա պետք է ծնվի եւ ապրի։ Անկախ սեռից յուրաքանչյուրը ունի իր անելիք այս երկրի վրա, յուրաքանչյուրը ունի իր առաքելությունը։ Պարի կոմպոզիցիան հենց նվիրված է այս թեմայով եւ երաժշտությունը հենց ինքը աղոթք է առ Աստված։ Գեղարքունիքի մարզային զարգացման հասարակական կազմակերպության կողմից Սևանի տարածաշրջանում այս տարվա հունիսի 1-ի մեկնարկած քառամսյա կյանքի իրավունք ծրագրի նպատակն էր նպաստել Սևանի տարածաշրջանում հղիության արհեստական ընդհատումը սեռով պայմանավորելու արժեհամակարգի փոփոխությանը, իրազեկել բնակչությանը պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների եւ դրա հետևանքների մասին։ Ծրագիրը բավականին մեծ արձագանք գտավ Սևան համայնքում եւ դրա շնորհիվ էր նաեւ որ 2016 թվականի հունիս ամսից ծրագիրը կյանքի իրավունք խորագրով իրականացվում է նաեւ Սևանի տարածաշրջանի գյուղական համայնքներում։ Անցած ամիսների ընթացքում իրազեկման տարբեր գործիքների միջոցով վերհանվեցին խնդրի վերաբերյալ առկա վիճակագրական տվյալները։ Իրար հաջորդեցին համայնքային ակտիվ խմբի ձևավորման աշխատանքները, համայնքային հանդիպումները, հեռուստատեսային հանդիպումները եւ աղոթք առ Աստված ֆլեշմոբը։ Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Այս ուղերձներ ընկած աղոթք առ Աստված ֆլեշմոբի հիմքում, որը կոչ էր պատգամ աղաղակ, բարի ամենազոր լեզվով։ Խնդրեմ այժմ համաժողովին։ Համաժողովը կարծես թե մեր այս ամբողջ 4 ամիսների ամփոփումն էր։ Հրավիրված էին բոլոր համայնքների ներկայացուցիչները, հրավիրված էին նաև Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրում մեր քաղաքացիական ակտիվ խմբի մասնագետները, հրավիրված էին փորձագետներ եւ հետաքրքիր հանդիպում էր սա եւ ուներ հետաքրքիր լուծումներ ուներ, ներկայացվեց ծրագիրը իր ամբողջության մեջ, ներկայացվեցին օրենսդրական որոշակի փոփոխություններ եւ իհարկե հետազոտության արդյունքները։ Շատ կարևոր էր նաեւ մտքերի փոխանակության ժամանակ մարդկանց կարծիքները, որը նաեւ ծրագրի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում էր, եւ մենք եկանք այն համոզման մեր ամբողջ խմբով, որ այո, այսպիսի ծրագրերը անհրաժեշտություն են։ Այսպիսի ծրագրերը դա կլինի 3 ամիս, 4 ամիս, թե երկամսյա, հասարակությանը իրազեկման հետ միաժամանակ տալիս են վերաբերմունքի փոփոխություն, որը նաև կյանքի իրավունք ծրագրի մեր երկրորդ կարևոր նպատակն էր։ Մարդկանց իրազեկեցինք, մարդկանց տվեցինք որոշակի գործիքներ, մարդկանց մենք ցույց տվեցինք, որ սոցիալական գովազդների միջոցով, ֆլեշմոբի միջոցով, հանդիպումների միջոցով նրանց զինեցինք, նրանց տվեցինք իմացություն եւ դա բերեց վերաբերմունքի փոփոխությանը։ Ես իհարկե չեմ եկել այն համոզման, որ մենք կարող ենք մեկ տարվա ընթացքում լուծել բոլոր խնդիրները, որոնք կան այս ոլորտում, բայց ես նորից գալիս եմ այն համոզման, որ այն խումբը, որը ներգրավված էր այն աշխատանքներում, այն մարդիկ, որոնք ֆոկուս խմբերին մասնակցեցին եւ համայնքային հանդիպումներին, հաստատ է ցանցի միջոցով կտարածվի խնդիրը, եւ եթե երիտասարդությունը արդեն տրամադրված է այն բանի մեջ, որ այո, խնդիրը կա եւ խնդիրը պիտի բարձրաձայնել, եթե ավակ սերունդը ասում է, որ այո, այս խնդիրը կար նույնիսկ այն ժամանակ, բայց մեր ընտանիքի պատերի ներսում էր եւ եթե բարձրաձայնվեր մենք կունենայինք դրական արդյունք, նշանակում է մենք գոնե մեր ծրագրի որոշ մասը, այնինչ որ մենք մտածել ենք, լուծել ենք, իսկ սա արդեն արդյունք է, որը պիտի ողջունել։ Շնորհակալություն։ Այժմ հետազոտությունների մասին, որոնք կատարվել են ձեր կողմից, Ալթինե, խնդրեմ։ Շնորհակալություն Սուրեն ջան, ես նախ ներկայացնեմ, թե ինչի համար մենք այս հետազոտությունը ընդգրկեցինք որպես բաղադրիչ կյանքի իրավունք ծրագրում։ Նմանատիպ հետազոտություններ շատ կան իրականացված, որոնցից մեկը Սուսաննան ներկայացրեց եւ դրա արդյունքում նմանատիպ այս ծրագրի Պտղի սեռի խտրական ընտրության դեմ ծրագիրը ինչի հիման վրա ձևավորվել է, ինչու ենք մենք որոշել իրականացնել հետազոտություն Սևանի տարածաշրջանում, որովհետև ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները, անգամ յուրաքանչյուր համայնք ունի արժեքանորմային իր համակարգի ուրույն առանձնահատկությունները, եւ բացի այդ մենք ունենք ցուցանիշ, որ Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց ծնվում են 124 տղա, այսինքն դա շեղում չի, դա աննորմալ երևույթ անգամ կարելի է համարել։ Մեզ հետաքրքիր արդյոք այդ ցուցանիշի մեջ ընդգրկված է Սևանի տարածաշրջանը, թե դա այլ տարածաշրջանի ավելի կոպիտ ցուցանիշ է, որը վերցնում է նաև Սևանի տարածաշրջանը։ Այս ամեն ինչը հիմք ընդունելով իրականացրեցինք հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Սևանի տարածաշրջանում բնակիչների վերաբերմունքը, այսինքն ինչ վերաբերմունքը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նկատմամբ ընկալումները եւ դրանց դա երևույթը սնող հիմնական պատճառները։
Ինչպիսին դրանքով են իրականացրել, վերցվել են 12 գյուղական համայնքներ, յուրաքանչյուր համայնքում իրականացվել են 2 հանդիպում, մեկը միայն տղամարդկանց հետ բացառապես, մյուսը միայն կանանց հետ, որովհետև մեզ նաև հետաքրքիր էր, թե ինչպիսի տեսակետներ ունեն սեռերը առանձին, յուրաքանչյուր սեռը, դիտարկվել են, ընդգրկվել են խմբերում 18-ից 55 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչներ, որովհետև այդ տարիքային խմբում այն մարդիկ են, ովքեր կամ ունեն երեխաներ, կամ պատրաստվում են ունենալ երեխաներ, կամ ինչ որ կերպ կարող են ազդեցություն ունենալ որոշում կայացնելու վրա։ Այնուհետև իրականացվել են այդ հանդիպումներն, այսինքն ընդհանուր 24 հանդիպում է, 24 ֆոկուս խմբային հետազոտություն է իրականացվել։ Վերլուծության համար դիտարկվել է մի քանի խնդիրներ, առաջին խնդիրը դա վերաբերմունքն է, ընկալումը, այսինքն բացահայտենք, թե ինչպիսի վերաբերմունք ունեն մեր տարածաշրջանի բնակիչները սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նկատմամբ։ Պետք է նշեմ, որ ի սկզբանե բոլորը, ինչպես արդեն նշեց Արմինեն, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը եւ ընդհանրապես հղիության արհեստական ընդհատումը նույնականացնում էին, դրա հիմքում դնելով սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ավելի շատ հետո արդեն զուգահեռ տարանջատելուց հետո մասնակիցները, երբ որ արդեն հստակեցնում էինք ինչ է իրենից ներկայացնում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը եւ որ սոցիալ-տնտեսական պայմանները էական դերակատարություն չունեն սեռի, երեխայի սեռի որոշման ժամանակ, արդեն ավելի խորքային ուսումնասիրություններ գնում, ավելի խորքային քննարկումներ էին իրականացվում, բայց եւ տղամարդիկ եւ կանայք պետք է նշեմ, որ բացասական կերպով էին ընկալում երևույթը եւ անընդունելի էին համարում, բայց դրան զուգահեռ նաեւ նշում էին այնպիսի խնդրահարույց իրավիճակներ, երբ որ պետք էր եւ անհրաժեշտ էր դիմել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, այսինքն սա միջոց էր կամ արդարացնող եղանակ էր։ Դա այն պարագաներ, երբ որ կա ծնելիության, այսինքն 3 հիմնական կետի շուրջ էր դա լինում, երբ որ կա ծնելիության ընդհանուր անկում, դա հարկադրական գործոն է դառնում հերթական երեխայի սեռը որոշելու պարագայում։ Երկրորդը, երբ ընտանիքում աղջիկ երեխաների թվաքանակը շատ է, ընդ որում ըստ տղամարդկանց դա 4 թիվն է, այսինքն եթե ներողություն 2 թիվն է, եթե 2 աղջիկ կա, ապա երրորդի դեպքում պետք է դիմել այդ քայլին, ըստ կանանց դա 4-ն է, եթե 4 աղջիկ ունենք, ապա ընտանիքում 5-րդը գոնե պետք է լինի տղա։ Եվ վերջին կետը դա ազգային պատկանելիությունն է, դա շատ զորեղ փաստարկ է պետք է ասեմ, որ որպես հայ ազգի ներկայացուցիչ մեր ընտանիքներում մենք պետք է ունենանք տղա երեխաներ։ Մյուս կետը, որը մենք փորձել ենք ուսումնասիրել, դա պատճառներն են, այսինքն հասկանանք, թե ինչ պատճառներ գոյություն ունեն, որոնք նպաստում են, որպեսզի մարդիկ գնան սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։ Ամենակարևոր պատճառը դա տղա երեխայի գերապատվությունն է։ Դրա շուրջ ձևավորված են բազմաթիվ կարծրատիպեր, որոնք սկզբնաղբյուր են հանդիսանում, որոնք հիմնաքարային են հանդիսանում, սակայն պետք է նշեմ, որ այդ կարծրատիպերից շատերը փաստարկային չեն եւ արդիական չեն, ես կանդրադառնամ դրան։ Դա տղա երեխայի գերապատվությունը նաև հաստատում է այն փաստը, երբ որ մենք այսպիսի հարց ունենք, եթե հնարավորություն ունենայիք պլանավորել, քանի երեխա եւ ինչ սեռի երեխաներ կցանկանայիք ունենալ, երեխաների թիվը որևիցե մեկը չի նշել 1 երեխա, ամենակիչը 2 երեխա են ուզում ունենալ, այսինքն մենք բազմազավակ ազգ ենք, մենք սիրում ենք շատ երեխաներ եւ ամենաշատ երեխաները դա 4-ն է։ Ընդ որում եւ 2, 3 եւ 4 երեխաների պարագայում անպայման մեկը կամ երկուսը պիտի լինեն տղա երեխաներ։ Չի եղել այնպիսի մի պատասխան, որ եթե 2 երեխա, ապա 2 աղջիկ, տղա երեխան պարտադիր պայման է։ Դրա հիմքում ընկած են բազմաթիվ կարծրատիպեր կամ պատճառաբանություններ, ինչպես ուզում եք դա ընդունեք, ամենաառաջինները, որոնք մենք շատ լավ գիտենք, դա որպես տղան որպես ազգը շարունակող, որպես ազգանունը շարունակող, տղան որպես ծուխը ծխեցնող, որպես հորը թևութիկուն եւ այլն։ Բայց պետք է նշեմ, որ սրանք հիմնականում մակերեսային պատճառաբանություններ են, որտեղ երբ որ մենք քննարկումներն իրականացրեցինք, տեսանք, որ դրանց հիմքում ընկած են ավելի հիմնակարային, ավելի խորքային պատճառներ, որոնք ծնում են այդ կարծրատիպերը։ Դրանք 4-ն են, դրա համար մենք երևույթը դիտարկել ենք որպես սառցաբեկոր, որի միայն վերևի հատվածն ենք մենք տեսնում, ներքևի հատված այդ 4 պատճառներն են։ Առաջինը դա ազգային մենթալիտետն է, ինչպես արդեն նշեցի, երկրորդը հասարակական կարծիքի ազդեցությունն է, դա շատ կարևոր պատճառ է, որը օրինակ կարող է բերել
ծնողին պահելու կամ ազգանունը շարունակելու կարծրատիպի գործունեությանը կամ կիրարկելիությանը հասարակությունը բնակիչների առաջ սպասելիքներ է դնում ու մարդիկ պետք է այդ սպասելիքները բավարարեն։ Որպես սպասելիք ընտանիքում տղա երեխայի առկայությունն է։ Մենք շատ հաճախ օրինակ ենք բերում, երբ որ մենք տեսնում ենք հղիկին, հարցնում ենք, կինը ասում է ես աղջիկ եմ ունենալու, ի պատասխան գալիս է ոչ թե շնորհավորում եմ առողջ երեխա եւ այլն, այլ ի պատասխան գալիս է ոչինչ, հաջորդը տղա երեխա կունենանք, դա արդեն հասարակական կարծիքի ճնշում է, որը բերում է հերթական երեխայի սեռի ընտրությանը։ Մյուսը ծնող երեխա փոխհարաբերություններն են։ Առաջին հայացքից դա որևէ ազդեցություն չպիտի ունենա, կապ չպիտի ունենա պտղի սեռի խտրական ընտրության հետ, բայց շատ ավելի լուրջ կապ ունի, քան մենք պատկերացնում ենք։ Հետաքրքիր վարքագծային նորմ է մեր հասարակության մեջ, որ ծնողները պարտադիր պետք է ապրեն տղա երեխաների հետ, այսինքն տղաներն են պահողը ծնողներին։ Եվ երկրորդ պարագայում էլ ծնողները չեն ցանկանում, որ իրենց տղաները առանձին ապրեն։ Այսինքն մի կողմից ծնողների հոգատարությունն է, մյուս կողմից տղա երեխաների պարտավորությունները ծնողների նկատմամբ։ Ծնող երեխա փոխհարաբերությունները բերում են այն կարծրատիպին, որ այսօր տղա ունենամ, որպեսզի վաղը ինձ պահի, որպես ապագայի երաշխիք։ Մյուսը սեռերի միջև խտրական մոտեցումն է, կնոջ դերի բարձրացումը, կնոջ եւ տղամարդու դերերի սեռի հիմքով պայմանավորված դերային բաշխումը, այսինքն սա եւս կարեւորագույն դրույթ է։ Հետազոտության ժամանակ մենք երկու գործառույթ ենք դիտարկել, մեկը հայթայթողի, մյուսը վերաբաշխողի, հասկանալու համար մեր հասարակության մեջ հայթայթողի եւ վերաբաշխողի գործառույթները իսկապես սեռային հիմք ունեն, սեռային պատկանելությամբ են որոշում, թե դա ինչ որ այլ ցուցանիշների հիման վրա է եւ պատասխանը իհարկե միանշանակ է։ Հայթայթողի գործառույթը իրականացնում է տղամարդը, վերաբաշխողի գործառույթը միանշանակ կինը։ Հետաքրքիր է, երբ որ դա վերաբերում է նաև մասնագիտություններին, նույն տղամարդկանց հետ ֆոկուս խմբի ժամանակ իրենք ասում են, որ մեր կանայք պետք է զբաղեցնեն այս կամ այս պաշտոնները, այդ պաշտոնների շրջանակներում ներգրավում են դպրոցների տնօրեններ, ամենաբարձր պաշտոնը հիվանդանոցների տնօրեններ, բայց ոչ քաղաքապետ, ոչ գյուղապետ կամ ոչ մարզպետ, այսինքն այս պաշտոնները կանանց համար չի ըստ տղամարդկանց։ Եվ այդ հայթայթողի գործառույթը դա տղամարդու պարտականություն է, դա ինչ որ դա իծն է, ոնց որ տրված է տղամարդուն։ Վերաբաշխողինը կնոջը, դա ասվում է եւ կանանց հետ ֆոկուս խմբերի ժամանակ եւ տղամարդկանց հետ ֆոկուս խմբերի ժամանակ։ Ես աննշեցի, որ կան կարծրատիպեր, որոնք այսօր փաստարկային չեն եւ արդիական չեն, այսինքն մեր ժամանակների, մեր արժեքանորմային համակարգի, մեր վարքագծային նորմերին համապատասխան չեն։ Մեկը կնշեմ, որ այդ կարծրատիպերը ընդ որում շղթում էին նաեւ մասնակիցները իրենք հետագա քննարկումների ժամանակ։ Այդ կարծրատիպերից մեկը կնշեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Տղան որպես զինվոր։ Այս կարծրատիպն այսօր չի գործում, որքան էլ մենք ասում ենք, մենք այսօր ուզում ենք տղա ունենալ, որպեսզի վաղը դառնա զինվոր, երբ որ սկսում ենք հայրենիքը պաշտպանի, երբ որ սկսում ենք խոսել եւ տղամարդիկ եւ կանայք շղթում են, որ իրենք ուզում են, որ իրենց երեխան, հատկապես այսօրվա հասարակական քաղաքական պայմաններում դառնա զինվոր։ Այսինքն նշանակում է, որ այս կարծրատիպերը սոցիալականացման արդյունքում, ժամանակի ընթացքում մեր դաստիարակությանը զուգահեռ սերունդ եկել են, բայց այսօր դերակատարություն չունեն, որովհետև դեռ այս նորմերին, այս վարքագծային նորմերին, այս հասարակությանը համապատասխան կարծրատիպեր դեռ ձևավորված չեն, իսկ մենք սովորել ենք, հասարակությունը սովորել է ապրել կարծրատիպերը, որովհետև դա ավելի հեշտացնում է մեր կյանքը, մենք ստիպված գործի ենք դնում այն հին կարծրատիպերը, որոնք ունենք։ Արփինե ջան, կներեք, որ ուզում եմ այս պահ ուղղակի օգտագործել, շատ լավ օրինակ է, հա։ Տեսեք, նույնիսկ եթե ընդունենք հայ կարծրատիպը, չնայած ես լրիվ համաձայն եմ, մենք մեր հանդիպումների ժամանակ հաջորդ հարցն ենք տալու, շատ լավ, մեզ անհրաժեշտ է հայրենիքի պաշտպան։ Իսկ ով պետք է ծնի այդ պաշտպաններին։ Ես նշեցի, այսինքն հա, նույնիսկ եթե ընդունենք այդ կարծրատիպը, չնայած չի գործում, մեր աղջիկները, ծնվող աղջիկները եւ ապագա մայրերն են ծնելու հայրենիքի զինվորներին, դաստիարակելու այնպես, որ նա ուզենա գնա եւ պաշտպանի իր հայրենիքը եւ
Եթե մի քիչ ավելի էմոցիոնալ դաշտ անցնենք, հա, զինվորը, որը կանգնած է սահմանին, ինքը պաշտպանում է հայրենիքը ոչ միայն այդ հողի համար, որի վրա կանգնած, այլ իր թիկունքում կանգնած կնոջ, երեխաների, ծնողների, մայրիկների համար։ Այսինքն նորից գալիս ենք նրան, որ ամեն ինչ ճիշտ է աշխատում, երբ ներդաշնակության մեջ է։ Այո, այլ ոչ թե առանձին վերցրված մեկուսացված վիճակում։ Իսկ ներդաշնակությունը ինքը հենց բնությունը նորից կրկնեմ ապահովում է։ Այսինքն մի կարծիք կարելի է։ Իհարկե։ Մեր պետությունը պետք է մտածի մեր բանակում ստեղծի կանանց զորախմբեր, այդ դեպքում ինչ որ կերպ կարող է հարցը լուծվել։ Քննարկման հարց է միգուցե, բայց նույնիսկ եթե այդպես չէ, ուզում եմ ասեմ ուժեղ են իրար հետ, նորից եմ կրկնում, զինվորը կանգնած սահմանին ուժեղ է ոչ միայնակ, ինքը ուժեղ է իր թիկունքում եղած ընտանիքով, որտեղ կան եւ տղամարդիկ եւ այն նորից եմ ասում, ամեն ինչ աշխատում է եւ արդյունավետ է լինում եւ հասնում է իր արդյունքին եւ լինում է ներդաշնակության մեջ։ Դրա համար այդ փաստարկը, որը համաձայն եմ Արփինի հետ շատ հաճախ բերվում է, մենք քննարկման միջոցով այս օրինակները բերում ենք եւ իսկապես համայնքում բնակիչները համաձայնվում են դրա հետ։ Ամեն մի բան կարիք ունի ուղակի, ինչպես ասեց Արմինեն, քննարկման եւ իրազեկման եւ դրա արդյունքում մարդիկ իսկապես առանց որևէ ճնշման զուտ հենց իրենցով փոխում են ամենայն դեպս այդ պահին եւ հույսով եմ հետագայում նաեւ մտածում են դրա շուրջ փոխում են վերաբերմունքը իրենց իսկ ստեղծած կարծրատիպերի շուրջ։ Դրա համար Սուրեն ջան, կներես ես շարունակեմ, դրա համար մեր ֆոկուս խմբային հանդիպումները միանշանակ մենակ տեղեկատվության հավաքագրմանը չէին ծառայում, այլ նաեւ վերաբերմունքի փոփոխության, այսինքն իրազեկմանն էին ծառայում։ Այնուամենայնիվ ուզում եմ շարունակել, ես երկու կետ եւս նշեմ հետազոտությունից, իհարկե դա շատ լայնածավալ է, շատ երկար ժամանակ, որպեսզի չխլեմ։ Մյուս կետը, որի շուրջ մենք կատարել ենք ուսումնասիրություն, որոշում կայացնողն է, այսինքն ով է ըստ մեր հասարակության, մեր տարածաշրջանի բնակիչների սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշում կայացնողը։ Ըստ տղամարդկանց դա տղամարդն է, որովհետև ինքը ընտանիքի գլուխն է, ըստ կանանց դա կինն է։ Ընդ որում կանանց մեջ կար այսպես բաշխում այն առումով, որ կանայք գտնում էին, որ շատ կանայք չեն կարողանում որոշում կայացնել այնպես ինչպես ուզում են, որովհետև կախվածություն ունեն, նյութական կախվածություն ընտանիքից, որովհետև ընտանիքում դերային բաշխման համապատասխան իրենք ենթարկվողի կարգավիճակում են եւ որովհետև իրենք կամ պիտի ընտրեն ընտանիքի ամբողջականությունը կամ հերթական անցանկալի հղիությունը ընդհատել։ Այս կամ այն կերպ անկախ նրանից թե որոշումը ինչ բովանդակություն ունի, միևնույն է որոշում կայացնողը վերջնական դա կինն է։ Կլինի գնալ հղիության արհեստական ընդհատման առանց իր ցանկության կամ չգնալ հղիության արհեստական ընդհատման։ Մյուս կետը դա հետևանքներն են, հասկանալու համար մեր հասարակությունը, տարածաշրջանի բնակիչները ինչպեսի հետևանքներ են տեսնում, այսինքն ըստ իրենց ծեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը ինչ հետևանքներ կթողնի կնոջ, ընտանիքի կամ հասարակության վրա։ Կնոջ վրա ըստ հետազոտության արդյունքների 3 հիմնական ազդեցություն է, հետևանք է թողնում, ընդ որում բոլորը բացասական, առողջական խնդիրներ, ներառել նաև մահացության ելքերով, հոգեբանական խնդիրներ եւ կնոջ նկատմամբ բռնություն, այսինքն երբ որ կինը չի ցանկանում դիմել այդ քայլին, բռնի կերպով։ Ընտանիքի համար ազդեցությունը մեծամասնության կարծիքով ընտանիքի համար որևէ ազդեցություն չի ունենա, բայց ունենք նաև հետևյալ տարբերակները, ամուսնալուծությունների թվի աճ, այսինքն եթե գնան հղիության արհեստական ընդհատման հետո հաջորդ երեխան չկարողանան ունենալ, դա կբերի ընտանիքների կործանմանը, հոգեբանական ճնշվածություն ընտանիքում աղջիկ երեխաների մոտ, որովհետև եթե ընտանիքում կա աղջիկ երեխա եւ հերթական հղիությունը պարզվում է աղջիկ եւ լինում է խոսակցություն, դա արդեն թերարժեքության բարդույթ է առաջացնում տվյալ երեխայի մոտ, իսկ հասարակության համար հետևանքները եւս բացասական են, որոնցից մի քանիսը Սուսանան նշեց, ագրեսիայի աճ, ես մեկն եմ ուզում ուղղակի նշել, որ ըստ բնակիչների եթե շարունակվի այս տեմպերով եւ տղա երեխաները ավելի շատանան, քան աղջիկ երեխաները, դա կարող է հանգեցնել նույնասեռականության աճին։ Չնայած մեկը մեկի հետ կապ չունի, բայց համենայն դեպս դա հասարակության մեջ նստած ինչ որ տեսակետ է, որ դրանով առաջնորդվում են։
Եվ ունենք առաջարկություններ, ուզում եմ անպայման այդ առաջարկությունների մասին խոսել Սուրեն ջան, որովհետև որքան էլ մենք բնակիչները համարում էին դա բացասական երևույթ եւ որքան էլ ընդունում են, որ ինչ-ինչ իրավիճակներում կարող են դիմել հղիության արհեստական ընդհատման սեռի խտրական ընտրության հարցում, բայց ունեին առաջարկություններ երևույթը կանխարգելելու առումով։ Առաջինը դա իրականացնել վերաբերմունքի փոփոխության եւ կանանց դերի բարձրացման ուղղված միջոցառումներ, որոնք կհանգեցնեին նաեւ կարծրատիպերի վերանայմանը։ Երկրորդը նպաստել բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ինչպես կանանց իրավունքների, այնպես էլ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացասական հետևանքների մասին, որովհետև ըստ բնակիչները շատերը չգիտեն, որ գոնե կնոջ համար դա շատ լուրջ բացասական հետևանքներ է թողնելու։ Մյուսը բժիշկների, մասնավորապես սոնոգրաֆիստների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնել եւ յուրաքանչյուր դեպքի հղիության արհեստական ընդհատման յուրաքանչյուր դեպքի վրա վերահսկողություն իրականացնել եւ ունենք երկու ոչ ստանդարտ առաջարկություն, որի մասին կուզեի խոսեի։ Մեկը, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց պետական մարմիններն ապահովեն համապատասխան կենսաթոշակով, ինչի համար դա նշեցին, որ քանի որ տղա երեխան համարվում է ապագայի երաշխիք, եթե այսօրվա երիտասարդը համոզված լինի, որ վաղը իր ծերությունը ապահովված կլինի, այսօր երիտասարդը միաժամանակ նաև ազգային մենթալիտետն էլ եթե հաշվի առնենք, չի ձգտի ունենալ տղա երեխա, որ վաղը իրեն պահի այդ երեխան։ Այս սկզբունքից ելնելով, իսկ մյուս առաջարկությունը դա պետական մարմինների կողմից մշակել խրախուսական մեխանիզմ աղջիկ երեխա ունենալու համար։ Մեր խորին համոզմամբ սա չաշխատող առաջարկություն է, որովհետև կարող է հակադարձ ազդեցություն ունենալ, եթե գիտենք մենք միանվագ այդ գումարները, որ տալիս են երեխա ունենալու համար, շատ հաճախ այսօր ընտանիքներ կան, որ երեխա ունենում են գումարի համար։ Եթե այս առաջարկությունը մենք նկատի ունենանք, կնշանակի, որ կսկսեն աղջիկ ունենալ էլի գումարի համար եւ կարող է արդեն անիվը հակառակ ուղղությամբ պատտվի։ Այս պահին միջամտել, տեսեք, մենք ոչ թե ուզում ենք խրախուսենք աղջիկ երեխայի ծնունդները եւ չխրախուսենք տղա երեխայի, ամենևին տենց բան չկա։ Մեր ծրագիրը կոչվում է ՊՏԽ-ի սեռի խտրական ընտրության դեմ պայքար, այսինքն ցանկացած դեպքում սեռի խտրական ընտրության դեմ պայքար, լինի դա աղջիկ, թե տղա։ Այո, մենք մեր կարգախոսներից է եւ պաստառներ, որը մենք բաժանել ենք, աղջիկ թե տղա, հրաշք երեխա։ Այսինքն մեզ ասենց համայնքային լեզվով ասեմ, մեկ համայնքներում ասում կարող է հիմա այնքան լավ աշխատեք, որ սկսեն տղան, ոչ, Ռաուլ ջան, մենք ոչ թե դեմ ենք տղաներին կամ կողմ ենք աղջիկներին, տենց բան չկա։ Հրաշք ամեն երեխա, ինչպես ասած Արմեն, դա ազգի եւ ընտանիքի օրհնություն։ Այսինքն ցանկացած դեպքում մենք սեռի խտրական ընտրության դեմ ենք, հա, անկախ նրանից ինչ սեռի բալիկ եք սպասում, ունեցեք այդ բալիկին ձեր ընտանիքում, ինքը կբերի իր ուրախությունը, իր ինչպես ասում են ժողովուրդը, իր խսմատը, հա։ Լինում են դեպքեր, երբ մեզ համայնքներում ասում են, որ գիտեք, լինում են դեպքեր ոչ միայն աղջիկ երեխաներից են հրաժարվում, այլ եթե ունեն օրինակ 3-4 տղա եւ ուզում են աղջիկ, անպայման կարող է նաեւ տղա երեխայից հրաժարվեն։ Այդպիսի դեպքեր լինում են, շատ հազվադեպ, բայց հարցը մենք խնդիր ունենք հիմա ուղղակի աղջիկների շրջանում, հա, աղջիկների շրջանում այդ երևույթը սեռի խտրական ընտրություն իսկապես հասել է շատ խնդրահարույց մակարդակի, ասեմ, որ տարեկան 1400 երեխա չի ծնվում, աղջիկ երեխա չի ծնվում միայն այն պատճառով, որ աղջիկ է, հա, այսինքն 1400 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում ունենք։ Եվ այդ օրինակը, որը որ առաջարկում են, հա, որ պարգևատրենք, դա ամենին էլ ծրագրի ռազմավարության մեջ, որովհետև դա այսպես կկոչվի դրական խտրականություն արդեն։ Մենք չենք ուզում այդ խտրականությունն մեր համար եւ տղա երեխաներ եւ աղջիկ երեխաներ ունեն հավասար արժեք, այսինքն մենք կոչ ենք անում, որ անկախ սեռից ընդունեք այդ երեխային ձեր ընտանիք։ Մի գնացեք հղիության արհեստական ընդհատան միայն այն պատճառով, որ երեխան աղջիկ է։ Եվ հաջորդ մի բան ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է մեր հեռուստադիտողը մեզ լսի, որպեսզի հասկանա, որ մենք իրականում ցավում ենք եւ աշխատում ենք այս ուղղությամբ։ Դա շատ բնական է եւ մարդկային է, եթե ընտանիքները ուզում են տղա երեխա ունենալ։ Եվ ասեմ, դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում են մարդիկ ուզում են եւ աղջիկ երեխա ունենալ եւ տղա երեխա ունենալ։ Այո, դա բնական ցանկություն է։ Որևէ անգամ մեր հանդիպումներից ոչ մեկի ժամանակ չի եղել մեղադրանք այդ ուղղությամբ, որտեվ դա
իրավունքն է մարդու եւ շատ բնական ցանկությունն է։ Ուրիշ հարց է, թե մենք ինչ ճանապարհով ենք այդ մեր ցանկությանը ուզում հասնել, եւ ուրիշ հարց է, որ մենք պատկերացնենք, թե արդյոք մենք կարող ենք դա վերահսկել, թե ոչ։ Մեր հանդիպումների ժամանակ մենք շատ պարզ մատչելի ձևով մարդկանց ցույց ենք տալիս, կան ուսուցողական ֆիլմեր, կազմակերպություններ, որ այս process-ը, այսինքն երբ կյանքը արդեն երբ ապագա բալիկը, այսպես ասեմ, արդեն ձևավորվում է, դա մարդու կողմից վերահսկելի չի։ Մենք չենք կարող վերահսկենք, կունենանք աղջիկ երեխա, թե տղա երեխա, հա։ Եվ եթե դա մի բան է, ինչը մենք չենք կարող վերահսկենք, մենք պետք է ուղղակի ուրախությամբ ընդունենք, որ չմիջամտենք, այ ուրախությամբ ընդունենք, որ մեզ բնությունը, թե Աստված ով ոնց ուզում ինչին հավատում, պարգևել է մեզ, հա, այդ արարման հնարավորությունը։ Այսինքն, եթե երրորդ, երկրորդ, երրորդ, չորրորդ հղիությունը աղջիկը գնացի իր ընդհատման, հաջորդն էլ կարող է նորից աղջիկ լինել, մյուսն էլ կարող է նորից աղջիկ լինել, եւ ինչքան այդպես, ինչպես նշեց Արփինեն, կան լուրջ հետևանքներ կնոջ ֆիզիկական եւ հոգեբանական առողջության, ինչպես նաեւ ընտանիքի հոգեբանական առողջության եւ հասարակության, այո, այսինքն անընդմեջ գնալ այդ քայլերի, փաստորեն տեսնում ես, որ դու չես կարող վերահսկել այդ process-ը։ Դրա համար նորից եմ կրկնում, ոչ սեռի խտրական ընտրության ընդհանրապես դեմ ենք, լինի աղջիկ, թե լինի տղա, ողջունում ենք ցանկացած երեխայի ծնունդը մեր հայ ընտանիքներում։ Սուրեն ջան, կներեք, ես մի վիճակագրություն եմ ուզում բերել հենց այս խոսքի հետ կապված բազմազավակության։ Ուրեմն ես ուսումնասիրել եմ հունիսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած Սևանի տարածաշրջանում ծնունդների թիվը, նորածինների։ Հետաքրքիր մի բան նկատեցի օգոստոս ամսի հետ կապված, սովորաբար ասում են օգոստոս ամսին ամենաշատ երեխաներն են ծնվում, տարածաշրջանում դա գործում է, ուրեմն ծնվել է 21 տղա, 33 աղջիկ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ուրեմն երկու դեպքում 4-րդ ծնունդն է աղջիկ, եւ 5-րդ ծնունդը, որ ընդհանրապես այս 4 ամիսների ընթացքում չկա, 5-րդը աղջիկ է եղել օգոստոս ամսին։ Ուրեմն սա նշանակում է, որ իսկապես, եթե մենք բնության գործերին չենք խառնվում, այսինքն ամեն ինչը ներդաշնակ է լինում, գնում ենք բնական լինում է։ Տարբերություններ չեն գոյ։ Այո, 21 տղա, 33 աղջիկ, շատ հետաքրքիր է, սեպտեմբերին իհարկե մի փոքր արդեն տատանում եղել է, բայց ես հենց ամիջապես անդրադառնում եմ օգոստոսին, որտեղ օգոստոսին են ծնվում շատ երեխաներ, եւ հետաքրքիր է, որ այո, մայրերը ասեմ, հայրերն ասեմ, թե ամբողջ ընտանիքը որոշել է, որ պիտի 4-րդը ծնվի աղջիկ եւ 5-րդը ծնվի աղջիկ։ Սա շատ ուրախալի փաստ է։ Եվ գիտեք, Դա ներդաշնակությունն է, այո։ Բնական է, որ մեր հայրերը ուզում են, ասում են տղա ունենանք, մեզ կողքին են, բայց հիմա գալիս ենք արդեն այն եզրակացությունը, եթե լինում է այդպես, շատ ուրախ եմ բոլորի համար, հա, բայց եթե լինում է այնպես, որ միայն 4 աղջիկ է լինում ընտանիքում, նրանք նույնպես ձեր կողքին են լինելու։ Միշտ համոզված լինեք, ձեզ թեև ու թիկունք են լինելու։ Ցանկացած հարցում աջակցելու են, որտեվ դա ձեզնից է նաև գալ, ձեր ընտանիքի, ձեր երեխաներն են լինելու։ Այսինքն արդեն ժամանակակից կյանքում, ժամանակակից, ինչ ասեմ, նաև պայմաններում եւ տղամարդիկ եւ կանայք գրեթե հավասարապես ընդգրկված են բոլոր ոլորտներում, հասարակության, թե տնտեսական շուկայի, հա, եւ այն մտահոգությունները, որ ունեին մեր հայրերը, մայրիկները կամ տատիկները, պապիկները, որ անպայման տղա ունենան, որպեսզի այս հարցերում իրենց աջակից լինի, հիմա արդեն այնպես է ստացվել, որ նույն աղջիկները կլինեն աջակից այդ հարցում, նույն տղաներն էլ կլինեն, այսինքն, բայց դա միայն արդեն տղաների ուսերին չի ծանրացած, հա, եւ կարեւորը թե ուղակի առողջ, հաջողակ եւ ընտանիքի մասին հոգ տանող եւ նվիրված, այո, ուղակի ունենանք սերունդ։ Դա իսկապես պետք է առաջնային լինի։ Շնորհակալություն, ցանկ կուզեի մի փոքր խոսենք մարդու վերարտադրական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքի փոփոխության հետ կապված օգոստոսին փոփոխությունները մտան։ Հենց այս կետում նաեւ ես կանադառնամ այն երրորդ ուղղությանը, որը որ ծրագիրը ուներ, ես սկզբում խոսեցի միայն երկու ուղղությունների մասին։ Երրորդ ուղղությունը ծրագրի դա հենց քաղաքական դաշտում բարեփոխումներն են, հետազոտություններն են, որով հիմնականում զբաղվում է մեր գործընկեր մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, արվում են տարբեր
ֆորմատի միջոցառումներ, կլոր սեղաններ, մասնագետները քննարկում են եւ տարբեր փոփոխություններ են առաջարկում այս ոլորտում խնդրի բարելավման ուղղությամբ եւ դրանցից մեկը այն էր, որ արդեն 1 տարի առաջ գրեթե նախագիծ կար փոփոխության մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների օրենքում եւ արդեն օգոստոսին ընդունվեց այդ նախագիծը, որ օրենքում փոփոխություններ տեղ ունեցան։ Երկու հիմնական շեշտադրում կանեմ այս օրենքի, այն որ օրենսդրորեն արդեն իսկ արգելված են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը օրենսդրորեն արգելված է, սա է առաջին կարևոր փոփոխությունը եւ խախտումների դեպքում համապատասխան վարչական միջոցառումներ են նախատեսված, հա։ Եւ երկրորդը, որ երբ կինը զույգը գալիս է եւ ցանկություն է հայտնում կատարել հղիության արհեստական ընդհատում, բժիշկը պարտավոր է 3 օր ժամանակ տալ, այսինքն միանգամից, այո, միանգամից չի արվում, այսինքն հենց միանգամից ըստ ցանկության դա չի արվում, 3 օր ժամանակ է տրվում եւ սա նույնպես համարվում է որպես կանխարգելիչ ինչ որ միջոցառում, այսինքն 3 օր զույգը նորից խորհուրդներ, այո, նաեւ մասնագիտական խորհուրդներ այդ ժամանակ տրվում, թե բժշկի Համենայն դեպս այո, նշված է, որ բժիշկը պետք է տա համապատասխան մասնագիտական օգնություն եւ ժամանակ տրամադրի, որ զույգը նորից մեկ անգամ եւս մտածի այդ ուղղությամբ եւ 3 օր հետո, եթե փոխի իր որոշումը, իր ընտրությունն է, եթե ոչ, որոշի այնուամենայնիվ, որ դիմում է այդ քայլին գա եւ դիմի, բայց ամեն դեպքում 3 օր ժամանակը անպայման տրվում է։ Դա նույնպես շատ այդ փոփոխություններից մեկն է։ Շնորհակալություն եւ վերջում կյանքի իրավունք ծրագիրը բնականաբար մոտենում է իր ավարտին։ Ինչ ակնկալիքներ ծրագրից ունեցաք, Արմինե, սկսենք ձեզանից։ Ուրեմն մինչ ծրագրի ակնկալիքների մասին խոսելը, ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ կնոջ դերի հետ կապված հասարակության մեջ։ Փոխվում են ժամանակները, փոխվում են մոտեցումները, հասարակական ընկալումները եւ թվում է, թե շատ բաներ առավել քան ակնառու են եւ պետք չէ այդ հարցերը անընդհատ, ինչպես ասում են, դնել ու վերցնել։ Բայց եւ քաղաքական զարգացումները եւ տնտեսական զարգացումները բերում են նրան, որ այս ծրագրերը, գոնե Պտղիսերը խետրական ընտրության դեմ պայքար ծրագիրը անուղղակիորեն նպաստելու է կնոջ դերի բարձրացմանը։ Եթե մենք այսօր խոսում ենք բնության հետ ներդաշնակ լինելու, եթե մենք այսօր խոսում ենք աղջիկ երեխաներին, այո, ինչ որտեղ նրանց գոյությունը չխոչընդոտելու մասին, սա նաև նշանակում է, որ մենք նրանց նախապատրաստում ենք հասարակական կյանքին։ Եվ վերջապես հասարակության մեջ յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ կին եւ տղամարդ ունեն իրենց կայուն տեղ այս հասարակության մեջ, յուրաքանչյուրը ունի իր առաքելությունը եւ պետք է մեկը մյուսի հաշվին երբեք չկատարվի։ Ես ուզում եմ միայն մի փոքր նկատառում անել, ուրեմն վերջին ընտրությունների հետ կապված, ուրեմն մենք միշտ ասում ենք, որ կին քաղաքապետեր չկան եւ սա համարում ենք հասարակության մեջ բաց։ Ես ուրախությամբ կարդացի, որ իմ ծանոթներից մեկը Սիսիան համայնքում քաղաքապետի տեխնացուի առաջադրվել։ Ես գոնե իմ մտքում մտածեցի, որ կանանց համերաշխությունն այս դեպքում գործելու է եւ վերջապես մի անգամ կինը հասարակության մեջ նաեւ այս ոլորտում ունի ասելու է իր խոսքը, բայց ցավոք սրտի ընտրություններն ավարտվեցին եւ ընդամենը այդ կնոջը ձայներ տվել 174 ընտրող։ Ես սա չեմ համարում այդ կնոջ պարտությունը, ես սա համարում եմ հասարակության մեջ հատկապես կանանց պարտությունը, որովհետև մենք կանայքս պիտի նպաստենք, որ մեր դերը հասարակության մեջ բարձրանա։ Եվ մենք ասում ենք, մեր կապարանոց հայտարարություններ են կանում, որ պիտի կանանց դերը բարձրացնենք, որ կանանց համար պիտի ստեղծվենք պայմաններ, մենք պիտի մտածենք, որ կյանքը ինքնին պայքար է, եւ մենք պիտի պայքարենք եւ մեր իրավունքների համար, եւ իհարկե լավագույնս կատարելով մեր պարտականությունները, եւ յուրաքանչյուրս այս հասարակության մեջ ունենք մեր տեղը, դերը, եւ ես չեմ գտնում, որ կինը անպայման պիտի ունենա տվյալ պաշտոնը, ոչ քավլիցի, ես այստեղ ընդունում եմ մարդկային եւ մասնագիտական որակները։ Անկախ նրանից դա կին է թե տղամարդ, եթե մասնագիտական որակները կան եւ մարդկային որակները կան, ուրեմն ինքը արժանի է այդ պաշտոնը գրավելու։ Իսկ ծրագրի հետ կապված իմ նկատառումներն այսպիսին են։ Իհարկե, ծրագրերը չեն կարող լինեն շարունակական տարիներով։ Ծրագիրը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ, բայց յուրաքանչյուր ծրագիր, եթե ունի սկիզբ, ունի նաեւ ավարտ։ Ծրագիրը ինքը տալիս է գործիքներ։ Ինքը իր նպատակների համար տալիս է կատարում է որոշակի գործողություններ, մնացածը ըստ իս արդեն հասարակության ընկալումները, որ այդ ծրագրի ընթացքում եղան,
մեր կատարած աշխատանքը, մեր հանրային հանդիպումները եւ այն մարդիկ, որոնք ընդգրկվեցին այդ ծրագրում եւ հետո այդ մարդիկ էլ իրենց հերթին, իրենց շրջապատին կտեղեկացնեն այդ մասին, այսինքն ստեղծվելու է մի մեծ ցանց եւ այդ ցանցի շնորհիվ մենք կարող ենք արձանագրել, որ եթե ոչ մոտակա մի քանի ամիսների ընթացքում, ապա տարիներ անց անպայման մենք ունենալու ենք արդյունք։ Ես արդյունքներին հավատում եմ, որովհետև եւ համայնքային այս փոքր դրամաշնորհային ծրագրերը, եւ ազգային մակարդակով այս մեծ ու շատ լավ ծրագիրը, եւ իհարկե պետության հետ կապված այդ բոլոր ծրագրերը, որ կատարվում են, բոլորին այս միահամուռ ջանքերի շնորհիվ եւ ծրագրային խնդիրների ու արդյունքների շնորհիվ մենք կարող ենք տարիներ անց արձանագրել, որ այո, մենք կարողացանք կատարել ծրագիր եւ յուրաքանչյուրս ովքեր ներգրավված էին այս ծրագրում հպարտությամբ կասեն, որ մենք մեր մի մասնիկն ենք ունեցել այս ծրագրի կատարման եւ իհարկե լավագույն արդյունքների ակնկալման իմաստով։ Ես ուղղակի շնորհավորում եմ այս ամբողջ մեծ ծրագիրը եւ ուզում եմ շնորհավորել նաեւ մեզ, որ մենք կարողացանք այս ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնել։ Շնորհակալություն Արփինե։ Նախ ասեմ, որ մեր ծրագիրը շատ կարևոր էր այն առումով, որ Սևանի տարածաշրջանի գյուղերում խնդիրը օրակարգային դարձրեց, որովհետև դա գտնվում էր այս սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը, այս մասին խոսակցությունները գտնվում են շատ վերջին հորիզոնականներում եւ մարդիկ երբևիցե չէին էլ ուզում հիշատակեն, որ կա այսպիսի երևույթ եւ որ երևույթը կարող է խնդրի հանգեցնել։ Սա օրակարգային խնդիր է եւ գյուղերում շատ լավ զրույցների միջոցով, ձնակույտի միջոցով, սուրճի սեղանի շուրջ հավաքվելով անընդհատ խոսակցությունները գնում էին։ Սա մեկ կարևոր արդյունքն էր, որ ես տեսա, որ մարդիկ սկսեցին ուշադրությունը կենտրոնացնել այս խնդրի վրա եւ երկրորդ կարևոր արդյունքը իրազեկումներ հետևանքների մասին, իրազեկումներ պատճառների մասին։ Հետևանքների մասին տեղեկատվության տարածումը, ընդ որում ասեմ ձեզ, մենք չենք իրազեկել, որ հղիության արհեստական ընդհատումը սերով պայմանավորված կարող է բերել այս բացասական հետևանքների։ Քննարկումների արդյունքում իրենք մասնակիցներն իրենք են վեր հանել այդ բոլոր բացասական հետևանքները, ինչը շատ առավել կարևոր է, քան այն, երբ որ մենք ինքներս ասեինք։ Այս երկու կարևոր արդյունքներն եմ ես տեսել մեր ծրագրի շրջանակներում եւ ծրագիրն անպայման իր արդյունքներն ունենալու է, որովհետեւ ընթացքում էլի կնոջ դերի բարձրացման ուղղված էլ շատ հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ, կլոր սեղաններ լինում են, աշխատանքներ լինում են, որը բերելու է անպայման իր նպատակին։ Շնորհակալություն, ես Սուսաննա վերջաբան։ Որպես վերջաբան օգտագործեմ Արփինեի նշած շատ կարևոր կետը, այդ մասնակցային մոտեցումը, հա, այո, ծրագիրը ամենասկզբից որդեգրել էր այդ մասնակցային մոտեցումը, որովհետև միջազգային փորձը, բազմաթիվ Հայաստանում անցկացվող ծրագրերի փորձը մի հստակ բան է ապացուցել, մինչև մարդ չի վերցնում ինքն իր վրա պատասխանատվություն, մինչև ինքը իրեն ներգրաված չի զգում այս կամ այն հարցի մեջ, ինքը չի շարունակում այդ հարցը լուծել, ինքը չի փոխում իր վարքագիծը այդ դեպքում։ Եթե միայն միակողմանի է եւ ինչ որ մեկն է թելադրում եւ ասում, դա շարունակականություն չի ունենա։ Մեր հանդիպումների ժամանակ, ինչպես նշեց Արփինեն, այո, գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ մարդիկ իրենք էին վերհանում հետևանքները, իրենք էին ասում, թե ինչ պետք է անել եւ դա հաջողության գրավական, այսինքն եւ մարդ ինքն է այդ միտքը բարձրաձայնում եւ ասում, որ ես սա պետք է անեմ, այլ ոչ թե մասնագետների կողմից է դա իրեն հրամցում։ Ես գրեթե համոզված կարող եմ ասել, որ ինքը դա կանի։ Եվ հենց դա է լինելու մեր ծրագրի շարունակականության գրավականը, քանի որ ընդհանուր պտղի սեռի խտրականության դեմ պայքար ծրագիրը ավարտվելու է 2017 թվականի ապրիլին, բայց մենք ունենալու ենք մի հսկա բանակ վերապատրաստված մասնագետների, նախ առաջին կետը, որ ես նշեցի, վերապատրաստված մասնագետներ կան գրեթե բոլոր կառույցներում այս խնդրի շուրջ եւ իրենք մնում են իրենց տեղերում, իրենց աշխատավայրում եւ շարունակելու են աշխատել։ Մենք ունենք հսկայական բանակ համայնքային բնակչության, որ անկախ իրենից հավատացեք, սա այնպիսի թեմա է, որ երբ մարդն ընդգրկվում է, ներգրավում է, իր սրտին միջով է անցկացնում այս թեման ու անկախ նրանից մենք կլինենք թե չենք, ինքը արդեն խոսելու է եւ ինչ որ չափով գործելու է սրա շուրջ, դա էլ է ապահովելու շարունակականությունը եւ մյուս շատ ուրախալի իմ համար փաստը, որ
պարզվեց մեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, ամեն մեկը իր հերթին ասեց, որ այո, մենք շահել էինք ծրագիր, 3-4, մաքսիմում 6 ամսվա ծրագրեր են դրանք, ավարտվելու են, բայց այս հարցը լինելու է մեր կազմակերպության օրակարգում։ Մենք մասնակցելու ենք այս հարցը բարձրացնելու ենք նաև ուրիշ կազմակերպություններին դիմելիս, կամ անկախ նրանից կլինեն ծրագրեր, թե չէ այս ուղղությամբ, ուրիշ մեր թեմաներով ծրագրերում այս հարցը միշտ քննարկվելու է, այո, որովհետև հենց իրենք էլ կատարելով այս հսկայական գործը չեն ուզում կիսատ թողնել, հա, սա անհրաժեշտ է շարունակականությունը, որովհետև ես հույսով եմ, որ հետազոտությունը ցույց կտա անկում այս վիճակագրական թվերի մեջ, բայց մեզ միևնույն ժամանակ պետք է ոչ միայն ուրախանալ այդ անկումով, այլ նաև փորձել պահպանել, հա, այդ դինամիկան, որը որ շատ մեծ հույսով եմ, որ կլինի։ Եվ հասարակական կազմակերպությունը դրա օրինակն էին, որ ասեցին մենք անկախ ամեն ինչից շարունակելու ենք ցանկացած միջոցառումների շրջանակներում խոսալ, նամանավանդ եթե համընկնեն են թեմաները, խոսալ այս հարցի շուրջ։ Դրա մեջ եմ տեսնում շարունակականություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, իսկապես շատ լավ Սևանի տարածաշրջանում շատ լայնածավալ եւ արդյունավետ եւ մատչելի միևնույն ժամանակ բնակչության համար ծրագիր իրականացնելու համար եւ անպայման կկիսվենք հետագայում արդյունքներով։ Դե ինչ շնորհակալություն։ Այսքանով ավարտենք մեր հաղորդաժամը։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներին Պատրիս Հենրի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրի Save the Children կազմակերպության մասնագետ Սուսաննա Մկրտչյանը, Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար կյանքի իրավունք ծրագրի ղեկավար Արմին Ղուկասյանը եւ կյանքի իրավունք ծրագրի համակարգող Արփինե Մանուկյանը։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, թող մեր հայ ընտանիքներով միշտ անպակաս լինի երեխաների ճիճը, անկախ աղջիկ թե տղա։ Այսքանը ցտեսություն, մինչ նոր հանդիպում։